Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է մեր տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Վաղարշաբաթ համայնքի ընտրություններից, որի վերաբերյալ դուք գրառում եք արել, կուզենամ շարունակությունը այստեղ այսպես մեկնաբանեք։ Վաղարշաբաթում իշխանության հաղթանակի կամ ընդդիմության պարտության թեմային անդրադառնալու գրել եք, սա կարևոր ու լավ ինֆո տվեց փաստարկման ու հետևություններ անելու համար, որոնք են ձեր հետևությունները։ Ոչ միայն իմ հետևություններ անելու հանգամանքը պետք է այստեղ արձանագրվել, այլ հատկապես քաղաքական են ուժերի, շրջանակների, ովքեր ունեին շատ ավելի մեծ ակնկալիքներ, բայց իրականությունը մի փոքր այլ ստացվեց։ Ես ասեմ, անգամ դա օգտակար էր, այսինքն ինֆորմացիայի տեսանկյունից էր օգտակար, որովհետև ընտրություններ են լինելու 26-ին, եթե արտահերթ չլինի, հետևաբար այսպիսի ցանկացած իրավիճակային զարգացում բավական օգտակար ինֆորմացիա է տալիս հետագա քաղաքական պլանավորման տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ իհարկե վատ էր, որովհետև երբ որ դու վարչական ռեսուրս ես կորցնում, իսկ եթե ընդդիմությունը հաղթեր Էջմիածնում ինքը երկու կարևորագույն, այսպես խնդիրներ լուծելու նախ թույլ չէր տրվելու, որպեսզի ԿՊ-ն Նիկոլի ղեկավարությամբ փորձի վեհափառի դեմ գործողություններ իրականացնել, դա կլինի հանրահավաք կամ չգիտեմ ինչ միջոցառումներ կամ հարձակում վեհարանի վրա, թեկուզ, եւ երկրորդը Էջմիածին համայնքում հետագայում 26 թվականի ընտրությունների ժամանակ հնարավոր կլինի վերացնել վարչական ԿՊ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, եթե ընդդիմությունը հաղթեր։ Մենք մեխանիզմները հասկացանք։ Այո, առնվազն այդ երկու հանգամանքը շատ կարևոր էր։ Մյուս կողմից կարևոր էր, որ մի շարք նոր ֆիգուրանտներ քաղաքական առումով, նոր են իմաստով, որ այսպես երիտասարդ կուսակցություններ են փոքր փորձառությամբ հասկացան, որ միայնակ երբեմն նաև այսպես անպագորգոր տեքստերով հնարավոր չի քաղաքական օրակարգի մեջ ըստ իրենց պատկերացած արժանվույնս դիրքավորվել եւ պետք է լինել շատ ավելի ուշադիր պլանավորման մեջ, որովհետեւ այն թվերը, որ տարան ինչ-որ կուսակցություններ փոքր, դրանք են իրական թվեր են, հա, այսինքն դա է քննությունը, իրենք քննությունը չանցան։ Այս փոքր մեսիջը, որ քաղաքական իրականությունը տվեց նրանց, դա մեծ հետևություններ անելու մասին պետք է դրթի նրանց եւ նրանք հասկանան, որ ինչ-որ մի փուլից հետո, եթե իրենք չեն անցնում, նախ փոշիանալու են այդ ձայները եւ փոշիացան, եւ երկրորդը համապետականի ժամանակ իրենք պետք է մոբիլիզացնեն իրենց ռեսուրսները, հակառակ դեպքում խայտարակ պատկեր կլինի, քաղաքական իրականությունը այսպես գլխի վրա շուրջ կգա։ Ռուսերեն ասում են «разведка боя»։ Այո։ Վերադառնալով Փաշինյանի այդ խոստացված գրոհին դեպի մայրաթոր կամ վեհապար կամ վեհապարի աթոռ, այսպես ասեմ, ասում է ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատելու գործընթացին, վեհապարից ազատելու գործընթացին, իհարկե վեհապարի անունը այստեղ չի նշում, այլ Գավազանի անունով է դիմում, ինչպես միշտ։ Պարոն Ղևոնդյան, արդյոք սրանով պարտավորություն չի դնում Փաշինյանը իր ընտրողների առաջ։ Հաստատի մարդիկ չգիտեն ինչի համար էին մասնակցում։ Գիտեք, տեղական ինքնակառավարման ընտրությունները Հայաստանում միշտ եւ ոչ միայն հիմա դրանք եղել են տեղային իրավիճակային ինչ որ անձին ընտրելու ընտրություններ։ Սակայն մեր ընտրական օրենսգիրքը փոփոխված է, այսինքն վաղուց, շատ վաղուց փոփոխվել է եւ այդ ընտրությունները դրանք քաղաքական ընտրություններ։ Այսինքն ցանկացած տեղական ինքնակառավարման ընտրությունները դրանք քաղաքական ընտրություններ են մեծ հաշվով, հա։ Բայց այդ ընկալումը հասարակությունը չունի, որովհետեւ երբ որ այդ ընտրությունները ավարտվում են, երբ որ մարդիկ սկսում են քաղաքացիական կյանքով ապրել, իրենց խնդիրների լուծման համար իրենք գնում են համայնքի ղեկավարին են դիմում։ Իրանց համար դրանք քաղաքական բովանդակություն չունեն։ Գործող վարչապետի համար իհարկե դրանք քաղաքական ընտրություններ են, եւ երբ որ ինքը այդպիսի տեքստեր է գնում մի քանի կետերով եւ փորձում է ստացած քվեով լեգիտիմացնի վեհարանի վրա հարձակումը, ինքը իհարկե նաև պատասխանատվությունը ինչ որ չափով դնելու ընտրողների վրա, ասելա դուք ինձ ընտրեցիք, չէ, ես ասեցի, չէ, որ պետք է փոփոխություններ անեմ եւ այլն եւ այլն։ Դերում դուք այդ ամեն ինչին այդ ամեն ինչի հետ այսպես մասնաբաժնային հարաբերությունների մեջ եք այսպես հանդես գալու, հա։ Ասեմ ձեզ իհարկե դա մանիպուլյացիա է, որովհետեւ քաղաքացիների զգալի, նայեք, այստեղ մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Հիշում եք նախընտրական ցույցը, այսինքն ընտրության նախորդ օրը կամ դրա նախորդ օրը ցույց էր, չէ՞։ Հիշում եք հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Դրանք շատ քիչ էին։ Այո։ Եվ մենք առերեսվում ենք ընտրությունների արդյունքների հետ, որոնք բազմապատիկ, միգուցե 10 անգամ ավել էին, քան մարդիկ, ովքեր հրապարակում այսպես հավաքվել էին հոգուտ իշխանության տեխնացուի, հա։ Ես պնդում չունեմ, որովհետև փաստ չունեմ, որ ընտրությունները կեղծվել են, բայց կարող են ինչ-որ մի չափով կեղծվել, օրինակ, բայց եթե փաստերը չկան, հետո վերապահումով է հարցին պետք մոտենալ։ Հետո ինչպես է արվել այդ process-ը, հրապարակից մինչև ընտրատեղամաս ինչ է փոխվել։ Այսինքն մարդիկ չէին գալիս հրապարակ, ինչի որ չնկարվեն,
բայց գնում էին ընտրատեղամաս եւ այլն, այստեղ հարցադրումները իհարկե շատ կան, բայց ես ավելի շատ էլի եմ ասում, կարևորը կենտրոնանալ ավելի շատ ընդդիմադիր քաղաքական պլանավորման վրա։ Փոքր ուժերը պետք է մոբիլիզացվեն, որովհետեւ ուղղակի այլ ընտրանք չկա։ Եվ ոչ թե գնան իշխանության հասնելու 26-ի ընտրության, այլ նոր օրակարգ ֆիքսեն ընդդեմ Նիկոլի, որովհետեւ այլ ճանապարհ ուղղակի չկա։ Մեր պետությունը զուտ իշխանական ընտրություն էլ չի ձգի։ 26-ի ընտրությունը պետք է լինի պետությունը զրոյական կետի բերելու ընտրություն, որովհետև դու պետք է հիվանդության աղբյուրից ազատվես, նոր սկսել վերականգնման փուլը։ Այդ դրա համար եմ ասում, քաղաքական ընդդիմադիրները պետք է մի ճակատով կամ մի քանի հիմնական ճակատով գնալ։ Արդյոք Փաշինյանը Էջմիածնի ընտրությունների վերջնարդյունքին էր սպասում, այսպիսի կոչ անելու համար, նաև կոչից գործողության անցնելու համար։ Կարծում եմ այո, որովհետև իր համար դա իր հանրային գործունեության լեգիտիմացման բավական լավ առիթ տվեց այդ իրավիճակը, ընտրությունների արդյունքների մասով, եւ ինքը պարբերաբար այդ մասին խոսելու է, ինքը պարբերաբար իր այսպես տարբեր կոչերում, չգիտեմ, շաբաթ-կիրակի օրը պատարակներն չէ, բեմադրում տարբեր տեղերում, ինքը պարբերաբար հղում անելու։ Բայց միաժամանակ նաև հասկանալով, որ Էջմիածնի թեման դա զուտ հայկական թեմա չի, եւ ներեկեղեցական թեմա չի, եւ ներքաղաքական թեմա չի միայն։ Հենց այդ կոնտեքստում էր պետք հասկանալ, որ օրեր առաջ հենց ինքը, երբ որ հարց տվեցին լրագրողներից մեկը, հարցակվելու է արդյոք Էջմիածնի վրա, ասաց ես դեռ պետքա ինքնամաքրվեմ։ Այդ պաուզաներ կամ այդ ստոպներ կամ այդ դաթարի վիճակներ, որ պետք է ճշգրտել հավանաբար ինչ որ շրջանակների հետ արժի գնալ այդ քայլին միանգամից, թե ինչ որ բանի պետք է սպասել։ Ակնհայտ է, որ Էջմիածնի թեման, այսինքն վեհաբարի փոփոխության, եկեղեցու հիմքերի քանդման, թուլացման թեման նաև Հայաստանի դրսից է պատվիրակված։ Ընտրության մասնակիցների թիվը Էջմիածնում շատ ավելի շատ էր, քան 2021 թվականին, երկու անգամ մի փոքր էլ ավել, եթե էլ ավելի շատ լիներ, ասենք 80%-ը մասնակցեր ընտրելու իրավունք ունեցողների, արդյոք դա կաշխատեր ի օգուտ Փաշինյանի։ Կարծում եմ կաշխատեր հօգուտ ընդդիմության։ Առհասարակ մեր ժամանակակից իրականության մեջ, եթե մասնակցային վիճակը քիչ է, այդ պարագայում իշխանությունը շատ ավելի շատ քվեներ է ստանում, եւ գիտեք ոնց մարդիկ նաև ընտրական process-ները մերժում են ու բավական այսպես վաղուց են մերժում, որովհետև քաղաքականությունից սկսել են շատ հոգնել, ու այսպես ասեմ, ատում են քաղաքականություն, կենցաղային հայի մոտ ստիպողաբար է ինքը գնում ընտրական տեղամաս, որովհետև ունի այսպես հավատի ֆունդամենտալ կորուստ, ունի absenteism, այսինքն քաղաքական անտարբերության մի վիճակ, եւ բոլորին ցավոք չափում են նոր ինչ որ այսպես ստրուկտուրաներով, որոնք նաև մատուցվում են այդ մարդկանց։ Կարծում եմ տեղում բավական ինտենսիվ են աշխատել գործող իշխանության շրջանակները, ինչու՞ չէ նաև ընդդիմության շրջանակները, որովհետև ընդդիմադիր վարքի առանձին դրսևորումներ, երբ որ կողքից մոնիտորինգ է իրանում, մեդիաների այսպես ասած տվյալների համաձայն բավական ոգևորիչ է, այսինքն արդյունավետ երկրորդ, երրորդ տեղով գնացող ընդդիմադիրների ակտիվությունը իհարկե այսպես ոգևորիչ էր, որովհետև ակնհայտ էր, որ շատ մեծ ռեսուրս դրված չի տակը, այսինքն process-ի տակ ակնհայտ էր, երևում էր, որ մեծ ռեսուրս դրված չէ եւ հիմնական քաղաքական ծանրաքարշերը չէին մասնակցում Էջմիածնի ընտրություններին։ Այսինքն քաղաքական ծանրաքարշերի նկատեմ քաղաքական դաշտի հիմնական ֆիգուրանտները, որոնք ենթադրում են կամ մասամբ նաև վստահ են, որ 26-ին մասնակցելու են։ Այդ առումով տրամաբանականները նաև արդյունքները, բայց կարծում եմ բավական ջանք են գործադրել ու ջանքի համապատասխան եղած ռեսուրսի շրջանակում իրենք ստացել են ինչ որ կարևոր շրջանակի քվե։ Քանի որ եկեղեցական թեման արդեն իսկ շոշափել ենք, եզրափակենք հետևյալ հարցով, աղոթքի նախաճաշ միջոցառումը ինչի համար էր, որպեսզի ստուգի աշխարհի կրոնական համայնքի տրամադրությունները Էջմիածնից առաջ, այստեղ բազմակետ, որպեսզի թույլտվություն ստանա, ինչպես շատերը բնութագրում են իր այցը Հռոմի Պապին։ Գիտեք, այնտեղ միատարություն չկա եւ կա մի քանի շերտեր, հա, այսինքն process-ի մի քանի շերտեր եւ կարծես թե մենք ականատես եղանք տարբեր կարծիքների, բացասական գնահատողական կարծիքների, իհարկե եկեղեցական համայնքը пассив եւ պահպանողական համայնք է եւ ձևակերպումներում շատ զգուշ են, բայց ակնհայտ էր, որ այն ինչ որ տեղի է ունենում առնվազն քրիստոնեական համաշխարհային համայնքի մի շրջանակի մոտ իհարկե աջակցության չի արժանանում, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչի մեջ կա քաղաքական կոնյունկտուրաներ, գլոբալ քաղաքական կոնյունկտուրաներ։ Ես չեմ կարծում, որ գործող վարչապետը շատ գոհ էր այն իրավիճակից, ինչ որ ձևավորվել էր, այսինքն իր համար իդեալական սցենար իհարկե չկար, բայց այնուամենայնիվ ինքը կարծում եմ այս պահի դրությամբ ավելի շատ փնտրտուքի մեջ է, թե ինչ շարունակություն տա Էջմիածնին, որովհետև հարցակում Էջմիածնի վրա դա շատ լուրջ է, հանգամանքալի, շատ լուրջ։ Ինքը հիմար չի,
ինքը կփորձի գրամ տարբեր թեմերի հետ աշխատանքով, մարդիկ ներգրավելով սրբազանների թեմերի դրսի, ինչպես նաև դրսի, այ դիտարկենք, որ ոչ հեռուանցալում, այսինքն բացառապես 2 օր առաջ պատարագի էր մասնակցում, որտեղ կարծես թե թեմերի առաջնորդներից մեկն էր պատարագը, այսպես իրականացնում, հա։ Այնպես որ իրենք փորձելու են զգույշ, հաշվենկատ, ոչ շատ այսպես ամբիցիոզ քայլեր ձեռնարկել, ոչ շատ հրապարակային, բայց պոպուլիզմի թեման պետք է միշտ լինի եւ ամենակարևորը ինքը հասկանում է, որ եկեղեցու թեման պոպուլյար չի հասարակության մեջ։ Իսկ ինքը 26-ին ընտրությանը դրա համար պետք է առավելագույնը զգուշ անի ինչ որ անելու է։ Ճակատային հարձակումը ինչպեսնի վրա կարող է շատ բացասական, մեղմ ասած, փողոցային բացասական հետևանքներ նաև ունենալ, որովհետև հայ ազգը առաքելական ուղղափառ քրիստոնյա ազգ է իր ֆունդամենտալ խորքային էլեմենտներով եւ հստակուս եկեղեցու բակում հավաքված մարդիկ այդ դրա ցուցիչներ, այսինքն քիչ էին, հա, սովորաբար, քանի պատարակ են արհեստական տվել։ Այդ առումով ինքը դեռևս կարծում եմ վերջնական որոշում չի կայացրել, իսկ դրսի եկեղեցիների մոտեցումները այդ ամեն ինչի վրա իհարկե ազդելու են, գործոն լինելու է, անկասկած։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Տաշիր գրուպին զրկել է հեծի լիցենզիայից։ Այդ թեմայի վերաբերյալ դուք եւս գրառում եք արել, մեջբերում եմ, իդեպ հեծից հետո գնալու են հայ-ռուս գազարդ։ Սա շատ ավելի բարդ կլինի, բայց ռեալ քայլեր անելու են։ Էլեկտրաէներգիան, գազը, ինչպես նաև ցորենը գեոպոլիտիկա են։ Պարոն Ղեմոնդյան, կարելի է արդյոք համարել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները աշխարհակաղակական վեկտորը մեկընդմիշտ փոխելուց առաջ տնային աշխատանք են կապել։ Երկի կարելի է այդպես համարել, այս process-ները ամենևին նոր չեն, այս process-ները շատ վաղուց են պլանավորված, թե հանրային դիսկուրսում շատ վաղուց, այսինքն 18 թվականից ի վեր այս թեման օրակարգային է։ Մի քանի անգամ fake թեմաներ են գցել, որ այս Ադրբեջանից գազ են գնելու եւ այլն, նայեք, հասարակությունը երբեմն ունակ չի մարսելու այն ինֆորմացիան, ինչ որ իրենց տալիս են։ Մարդիկ այդ դրական ակնկալիքներով էժան գազի գաղափարը, հա, մարդկանց ողջավորություն է տալիս։ Թե ոնց է արվելու, արդյոք արվելու է, չի արվելու, դրա տեխնիկական միջոցներն, արդյոք այդ գազը իրականում էժան է լինելու, թե այդքան էլ էժան չի լինելու, որակին հարաբերակցություն, վերջի այնպես չի, որ դու ուզում ես գազամուղ կառուցես ու դու կարող ես այդ գազամուղը կառուցել, դե այդ ամեն ինչը գեոպոլիտիկա է, հա, նույնը ցորենը ոչ հեռու անցյալում Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա ցորենի մեծ գործարք կար եւ Ռուսաստանը կամ թողում կամ չէր թողում, դա նույնպես գործարք է, այսինքն դա նույնպես գեոպոլիտիկա է։ Հեծը իհարկե գեոպոլիտիկա էր։ Այստեղ այս երեքի մեջ էլ կա մի մեծ ու հիմնական էլեմենտ։ Բոլորը այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք ակնհայտ տեսնում ենք, որ կա նպատակ ամեն ձև գոնե հրապարակային փոխվել Ռուսաստանի Դաշնությունից, չունենալով այլ մրցունակ այլընտրանքներ, հա, առնվազն թե անվտանգության տեսանկյունից, թե կենսունակության բարձրացման տնտեսական բարենային աղբյուրների բազմազանեցման տեսանկյունից չկան այդ ամեն ինչը, հա, բայց կա հետևողական այդպիսի գոնե դիսկուրս եւ այդպիսի քարոզչական աշխատանք։ Ասեմ ձեզ, սովորաբար հակառուսականության վերջը լինում է այն իմաստով, որ երբեմն կարող են այդ պետությունները շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ, սա ոչ որպես սպառնալիքային գեոպոլիտիկա, այլ որպես ռեալ պոլիտիկ, հա, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ունի առանձին պարտավորություններ եւ այլն, հա։ Երբ որ Հայաստանը սկսում է փոխել իր արտաքին առևտուրը, կամ օրինակ հայ-ռուս գազարտի հետ կապված, որը դուստր ձեռնարկությունը այսպես Գազպրոմի մասով, այնտեղ իհարկե հարցեր են առաջանալու։ Եվ այդ հարցերին համապատասխան մոտեցումներ եւ դիրքորոշումներ են այսպես տալու պատասխան տեսքով եւ դա կարող է լինել գնագոյացումը, դա կարող է լինել գազի հետ կապված մի շարք կտրուկ եւ անակնկալ բանակցություններ եւ այլն եւ այլն։ Սամվել Կարապետյանի կալանքը կամ Սամվել Կարապետյանի կալանքը հեծի մասով, այո։ Սամվել Կարապետյանին մինչև ընտրությունները չեն ազատելու, բարբերաբար երկարաձգելու են, այդ իմաստով դա ակնհայտ է, պարզ է, հա, որտեղ ինքը խնդիր է, գործող իշխանությունների համար խնդիր է։ Եթե որոշեցին հայ-ռուս գազարտի մասով, այնտեղ շատ ավելի իրավիճակը կլինի մի փոքր բարդ, որովհետև գազը այլ գեոպոլիտիկա եւ այլ խտության գեոպոլիտիկա է։ Այնպես որ կսպասենք երբ կտեսնենք։ Ռուսաստանից անջատվելու այդ գեոպոլիտիկ քայլը, վերջին քայլը ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից։ Այո, ռուսական ռազմաբազայի հեռացումը եւ անվտանգային կապերի տրանսֆորմացիա։ Այնինչ Հայաստանի գործող վարչապետը պարբերաբար, այսպես ասում են, որ այդպիսի օրակարգեր չկան։ Գիտեք, քանի անգամ ամենատարբեր հարցերով այդպիսի ձևակերպում տվել, որ այդպիսի օրակարգեր չկան, մենք դες մտադրություններ չունենք ամենատարբեր հարցերի մասով, այդ թվում նաև Արցախի հետ կապված եւ այլն։ Իմ այդ մարդու մոտ այնպես է, որ ինքը հայտնի սուտասան է,
դա իր մոտ մասնագիտական բարձր որակի հմտություն է, այդ թվում նաև գլոբալ լիդերներին խաբելու տեսանկյունից։ Բայց պետք է հասկանալ, որ ուր ես խաբում, ում ես խաբում, ուր ես փախնելու, այդ գեոպոլիտիկայից չես կարա դուրս գաս, չէ՞։ Նու հիմնականում խնդիրը այն է, որ փորձելու են Մոսկվան փոխել Անկարայով։ Եվ այդ Մոսկվան փոխել Անկարայով ոչ թե զուտ բարտեր արվի մի մայրաքաղաքի մյուսին, այլ ռեգիոնալ կոնստրուկցիա ստեղծվի, Հայաստանը մտի այդ ռեգիոնալ կոնստրուկցիայի մեջ, որտեղ առաջին համարով խաղալու է Անկարան։ Մարտի 1-ի թեման տակ պահելը, ազգային ժողովում հանրային դասումները, ինչ օրակարգ են սպասարկում։ Դա այն օրակարգն է, ինչ որ միշտ է եղել, Հայաստանի երկրորդ նախագահին եւ 2008 թվականի մարտի դեպքերը անընդհատ այսպես ամենատարբեր էմոցիոնալ էպիտետներով, որակումներով, հիմա եվրոպական տարբեր դատարանների այսպես ինչ որ վճիռների վերաբերյալ պաթոսային այսպես տեքստերով էփելն է, այսպես ասած, հասարակությանը անընդհատ հիշեցնելը։ Դեպս այդ նույն որպեսի, քանի որ, ոչ թե որպեսի, քանի որ դիտարկում են առնվազն գոնե ինտուիտիվ ընկալելի է, որ երկրորդ նախագահին դիտարկում են որպես հիմնական ընդդիմադիր ֆիգուրանտ, ով կարող է իրավիճակ փոխել գալիք ընտրությունների համատեքստում։ Ոչ միակը, բայց հիմնականներից մեկը առնվազն։ Մարտի 1-ի այդ պիտակավորումը շատ վաղուց տարբեր հաջողությամբ օգտագործել են։ Հիմա արդեն հերթական փուլն է, հերթական ցիկլն է։ Ավելին ասեմ, ոչ միայն այս կոնկրետ այս լսումների հետ կապված, այլև այդ լսումների կոնտեքստում ամենատարբեր ֆիգուրանտներ են հայտնվում, որոնք կոնկրետ թիրախավորում են մի անձի, այս դեպքում կոնկրետ երկրորդ նախագահին, ամենաֆանտաստիկ, այսպես հակաքարոզչական գործիքակազմով, ու քանի որ հասարակության մի մասը էմոցիոնալ սննդի այդպիսի, այսպես ատելության խոսք ենթադրող նյութերի կարիք ունի, ի բնե այդպես է, ինչպես հիշում եք ոչ հեռու անցյալում Հայաստանի գործող վարչապետները այդպիսի տեքստեր ասում, 100,000-ավոր մարդիկ լսում են, մտնում են այդ ինֆորմացիոն հոսքերի տակ։ Մարտի 1-ը պիտակային քարոզչական գործիք է, որով հարվածում են կոնկրետ մարդ։ Ուրիշ օրակարգ այստեղ չկա։ Ավելին ասեմ, իմ մասնագիտական այսպես հմտությունների շրջանակում 2008 թվականին մարտի այդ դեպքերի հետ կապված այդ նույն շրջանակն է եղել, ովքեր այսօր աջակցում են գործող վարչապետին, բայց դրա մի մասը, այսինքն ամբողջ ԿՊ-ի մասին չի խոսքը։ Այն ժամանակ դեռ Հայաստանում կար օրակարգ երկիրը փոխելու վեկտորի մասով եւ այլն եւ այլն։ Մարտին ինչ որ տեղի է ունեցել, պետության արձագանքի մասով եղել է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ապահովման հեռանկարի ու փիլիսոփայության ու գործիքակազմի ներքո։ Այն մնացած հանգամանքները կապված զոհերի եւ այլնի հետ, դրանք էմոցիաներ շահարկելու, այդ էմոցիաները վաճառելու այսպես process-ներն իհարկե ցավալիորեն զոհեր են եղել, բայց հնարավոր է եղել պետությունը փրկել։ Այդպիսի դեպքեր եղել են եւս մեկ անգամ, իսկ 2018-ին մենք տեսանք ինչ եղավ։ Եվ վերջին թեման, պարոն Գոյամազյան, Փաշինյանը հայտարարում է, որ հաջորդ տարվա կեսին կսկսվի TRIP նախագծի շինարարությունը Հայաստանում եւ ասում է, որ քննարկվում է, պարզվում է, որ քննարկվում է երկու սցենար՝ 99 տարով տարածքի վարձակալություն Միացյալ Նահանգների կողմից եւ 49 տարով։ Միևնույն ժամանակ նաեւ Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես Ալիևը հայտարարում է, որ իրենց հատվածի շինարարությունը մոտենում է ավարտին։ Իշխանությունները, ավելի ճիշտ միջազգային հանրությունը, այսպես կոչված, կօգնի Փաշինյանին վերընտրվել հանուն այս նախագծի։ Կարծում եմ բոլոր հնարավոր հասանելի ջանքն ու եռանդը գործադրելու են, հատկապես եվրոպական Հայաստանի ու գործող վարչապետի եվրոպական գործընկերները մեկ, Բաքուն, Անկարան միանշանակ աջակցելու են, խաղաղության օրակարգն են փորձելու առաջ տանել։ Ինչ վերաբերում է TRIP-ին, ապա արդեն process-ը գործարկման փուլում է, այսինքն ինքը post factum ասում, այն ինչի մասին հայտարարեց հայտնի այսպես կոնֆերանսի ժամանակ, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու այդ առումով, բայց process-ը արդեն կա, այսինքն երբեմն դու ես կառավարում process-ը, երբեմն process-ն է քեզ կառավարում։ Մենք հիմա արդեն երկրորդ փուլում ենք ու 26 ընտրություններից հետո բավական դժվար է լինելու, եթե ընդդիմությունը կարողացավ երկիրը փրկել ու իշխանությունը այսպես վերցնել, հա, գործող վարչապետից շատ ծանր պարտավորության տակ է մտնելու, որովհետև այստեղ արդեն գեոպոլիտիկ շահերի մրցակցության ել ավելի սուր փուլ է լինելու եւ աստված մի արածը, եթե Իրանի շուրջ իրավիճակը սրվեց,
այստեղ կարող են ամենատարբեր տիպի այսպես process-ներ զարգանալ։ Սա միաչափ process չի, այսինքն այդ trip-ը միայն կապված չի Հայաստան, Ադրբեջան եւ ԱՄՆ-ի ներգրավվածության այդ վիճակի հետ։ Ինքը գեոպոլիտիկ հաղորդակցային process-ի մի մաս է, ընդ որում դա արևելքից արևմուտք ուղղվածության է, բայց ռեգիոնում նաեւ հյուսիսից հարավ։ Այսինքն այստեղ բազմաչափության այսպես տարբեր կետեր կան։ Մյուս կողմից էլ օրինակ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան երկաթուղի կա, որը գործում, այսինքն բացվեց արդեն, հա։ Մենք չսուբյեկտի կարգավիճակում ենք լինելու։ Եվ մանավանդ կապված այսպես կոչված ադրբեջանական բառապաշարով ասեմ, Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման օրակարգի հետ։ Հայ մեկ իր խոսքում անընդհատ նշում էր, որ մեր ինքնիշխան տարածքն է եւ այլն, հետո նշում էր, որ երրորդ երկրին պատվիրակվելու է կամ երրորդ երկրի կազմակերպությանը պատվիրակվելու անվտանգության ապահովում եւ այլն։ Ժամանակ առաջ ասում էր, որ Ալիևը ասում էր, որ չի ցանկանում որևէ կերպ հայկական այսպես մաքսավորներ կամ անվտանգության ուժեր տեսնել, ինքը խոսում էր տեխնիկական այսպես մաքսազերծման կամ մոնիտորինգի տեխնիկական միջոցների ներգրավվածության առումով։ Այստեղ կա մի դիրիժոր ռեգիոնալ մակարդակում, դա իհարկե Ալիևն է։ Մենք չենք մոռանում Թրամփի վերաբերմունքը Ալիևի նկատմամբ, եւ մենք չենք մոռանում Թրամփի վերաբերմունքը Հայաստանի գործող վարչապետի նկատմամբ, երբ որ անունն է բազմաթիվ անգամ մոռանում եւ այլն։ Մենք ունենք բավական ոչ շահեկան իրավիճակ այս մասով, ինքն էլ պարբերաբար այսպես ինֆորմացիոն այսպես վիբրոսներ անելու, հա, ինֆորմացիոն այսպես հաղորդող արտահոսքեր անելու, որ այդ process-ը գնում է, խաղաղությունն է գալիս եւ այլն։ Ամեն դեպքում մանիպուլատիվ բավական լուրջ ծավալի հոսքեր են լինելու, որը իհարկե բավական լուրջ իրավիճակի, բարդ իրավիճակի մեջ է դնելու Հայաստանի անվտանգությունը։ Շնորհակալ եմ շատ։